Գյուրջյան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Արգաժան պաշտպանի շատ հիմնավոր նկատառումների, նաև ձեր ուշադրությունը գրավում այն հանգամանքի վրա, որ մեղադրանքը, որը առաջադրված է քրեական օրենսգրքի 450 հոդվածով, այսպես սուբյեկտները շատ որոշակի են քրեական օրենսգրքի հոդվածի։ Դատախազ, քննիչ, քննչական մարմնի ղեկավար, հետաքննության մարմին, փաստաբանի ներկայացուցիչ, փորձագետ կամ վարչապետ կատարող նրան, այսինքն նրանք կոնկրետ որոշակի անձինք են։ Ինչ վերաբերում այն դեպքերին, որ օրինակ ձեր պարագայում նկատվում եմ առաջին այցանի դատարանի պարագայում դատավորը հանդես է գալիս որպես դատարան, այսինքն որպես ինստիտուտ, Սահմանադրական դատարանի պարագայում այդպես չի, որպես Սահմանադրական դատարանի դատավորը հանդես չի գալիս որպես դատարան։ Սահմանադրական դատարանը հանդիսանում է ամբողջ կազմով, լեգիտիմ կազմով, որը իրականացնում է իրադրությունը։ Այսինքն այս դեպքում անձը դատավորը որոշակիորեն պետք է առանձնացված լինել, ավելի վարույթը պետք է նախաձեռնվեր դատավորի, այսինքն ուժողի դիմումի հիման վրա, եւ դա Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի հոդված 6-ի պահանջն է, որտեղ ասում է, որ դատավորը հաղորդում է իրավասու պետական մարմինների եւ Սահմանադրական դատարանին, այսինքն իր լիազորությունների կատարման հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում դատավորը ինքն է դիմում, այսինքն նա պետք է դիմեր եւ ճանաչվեր որևէ մեկը որպես ուժող։ Հիմա պարզվում է, որ դատավորները եթե չեն հետևում, կարծում եմ նրանք շատ բավականին չեն հասցնում հետևեն դատական դասումներին, նրանք նույնիսկ տեղյակ չէ, որ իրանց հետ կապված ինչ-որ բանատերեր ունեն։ Որովհետև Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, որը ֆունկցիոնալ առումով դատավորների հետ չի ենթարկվում, չի առնչվում նրանց, չի զեկուցում նրանց գործունեության մասին, մի հատ նամակ է գրել գլխավոր դատախազին, վարույթ է նախաձեռնվել եւ այդ մարդիկ նույնիսկ տեղյակ չեն, որ իրանց հետ կապված ինչ-որ բան կարող է համաձայն, անհամաձայն եւ այլն, այսինքն նրանց այդ նախաձեռնության փուլում չեն ներգրավել որպես ուժով, նրանց չեն հարցակնել, նրանց կարծիքը որևէ մեկի չեն լսել։ Հետևաբար կարծում եմ, որ միջնորդությունը չափազանց հիմնավոր է եւ այդ բացողումը պետք է լրացվի դատարանում։